Բարի առավոտ բոլորիդ։ Ժողովուրդ ջան, հուսով եմ բոլորդ լավ եք։ Խնդրում եմ էլի տարածեք այս լայվը, որովհետև շատ կարևոր է։ Ուզում եմ, որպեսզի բոլորդ իմանաք։ Արտակ ջան, նա մնաց մենակ, իսկ նա գնաց մենակ։ Զավակների հարցը դեռ օդում կախված մնաց։ Так, ուրեմն ժողովուրդ ջան, արթնացել եմ, կոֆե եմ խմում, բարի առավոտ ձեզ, Էլա ջան, բարի առավոտ ձեզ։ Դեմք եմ, այո, Արտակ ջան, այն էլ մազալու։ Կոֆե եմ խմում, այ մարդես կոֆեն թռավ կատիկս։ Բարի լույս։ Պրիվետ, Գրնո ջան, պրիվետ, ցավդ տանեմ։ Ասում եմ, նոր վիդեոն տեսա։ Այս կոֆեն թռավ կատիկը, ժողովուրդ ջան, ղռերի կատուն, այդ բունկեր շլյուխան, դուրս է եկել, վիստուպած է լինում, թե բա իմ ամուսին, Էլչիբեի թուլա, Նիկոլ Փաշինյանից բաժանվում եմ։ Ոյ, ես ինչ եք ասում, տիկին, ես ինչ ասում ես մեր ղռերի կատուն, վույ մե, սարսափելի վիճակում են գտնվում։ Դուք է շոուն հասկանում եք, ժողովուրդ ուր են տանում սրանք։ Վայ, բարի առավոտ Լիլս, բարի առավոտ ցավդ տանեմ։ Հուսով եմ Լիլ, ղռերի կատվի վիդեոն տեսել ես։ Так, տիպը ես բաժանվում եմ իմ ամուսնուց։ Դու քո ամուսնու քածն էիր։ Ինչն էիր, քեզ հռչակել էիր վարչապետի տիկին։ Ով ես դու, որ մի հատ էլ հիմա դուրս ես եկել, հին շորերդ քրչոտ հայքել ես, ձևի մեջ ես մտել, պարզապես են ճենջոտ մազերդ չէիր սարքել, որ առաջվա ճենջը լինեիր, ու խաբում ես ժողովրդին։ Ինչ եք մտածել այս անգամ, ինչ եք մտածել մարդու կնիկ, ինչ աղետ եք բերելու հայ ժողովրդի գլխին, կասեք, հա? Համ շունչ սա կտրվում, համ վախ կա, սրանք ինչ աղետ են բերելու ժողովրդի գլխին։ Այս ինչ հորինվածքներա, այս ինչ կապիկություններա, ժպիտը դեմքին դուրս է եկել, ես լքում եմ կառավարական դաչեն, ինձ որ փողոցներ, գնում եմ վարձով տուն, ես նորակառույց շենքում վարկով տուն եմ ձևակերպել, իմ հաշվի վրա փող կա 5 միլիոն դրամ, կարծում եմ դա ինձ բավականացնում է, են իրա անճաշակ քրչոտ գեղցին ճենջոտ մազերով, որ եկավ դարձավ, չդարձավ, ավելի շուտ իրան հրճակեց այդ բունկեր շլյուխան վարչապետի տիկին, հա, հագնում էր անճաշակ, դե բոշա էր, չէնի 10,000 դրամանոց ջինսից, շալվարից ավելի թանկ ամբողջ կյանքը չի կրել։ Նրա հագած շորերը դուք պիտի տեսնեիք, այսինքն բոլորդ էլ տեսել եք։ Բիրդան եկել էր մուշտակներ էր հագնում, թանկարժեք զարդեր, դիզայներներ էր գտել գեղցին, որ անճաշակ շորեր էր հագնում ու դիտավորյալ էր անում, որ իր անձը քննարկեն։ Հիմա ասում է, անգամ ես որպես վարչապետի տիկին եղած ժամանակ, ես այդ ժամանակ էլ փող չեմ ունեցել, անգամ այդ շորերը կարել են, հագել եմ, հետ եմ տվել, այ լիր, այ բունկեր շլյուխա, դու ես ինչ հեքիաթներ ես պատմում, ես ինչ ստեր ես պահում, դու 2018 թվականին, ըստ շրջանառվող լուրերի, որ դուք արդեն քայլելով գալիս էիք, դուք արդեն միլիարդեր էիք, որովհետև դու սուչկա ու քո փնթի անատամ նեխած ատամներով Էլչիբեի թուլեն, դուք պիտի արդեն ծախեիք Արցախը, արդեն պայմանավորվել եք, դուք դոլարային միլիարդատերեր եք,
Ում եք եկել խափում, հա? Չեմ կարում, գիտեք, չեմ մտքերս էլ չեմ կարողանում բան անեմ, որովհետև շոկի մեջ եմ ու վախ կա, սրանք ինչ աղետ են վերելու, բայց այստեղ մի շատ հետաքրքիր տարբերակ էլ կա, ժողովուրդ ջան։ Այն Ալիևի ծուրտիկ ոտքերով կնգան, գիտեք, փոխնախագահան, Մեհրիբան Ալիևան, որ այս ղռերի կատուն նստած օրորվելով ասում էր Մեհրիբան Ալիևային կանչում եմ Արցախ չայ խմելու, ասեց արեց, սրանք ինչ ասում են անում են, եթե ուսումնասիրեք, տենց լավ չեմ հիշում, Մեհրիբան Ալիևայի ու այդ Խիար Ալիևայի հարազատությունը պաշտոն ստանալու համար երկու կողմը իրար մորթում սպանում էին, մեծ աղմուկ էր բարձրացել, որ մանգամ ես այդ պատմությունների մասին կգտնեմ։ Հիմա սրանց մոտ է, սրանք ես կարծում եմ, այս շոուն, այս ղռերից կատուն, այս բունկեր շլյուխան, սրանք սարքել են այս պատմությունը, գազազացնում են ժողովրդին, որ էսի դուրս է գալու, տիպը բաժանվում է, իրա խիարից, գնում է վարձով տուն, տաքսիներով է ման գալու, ինքը նաև խնդրում է մարդկանց, որ հանկարծ փողոցում իրան մենակ տեսնեն, ախրանայով չեն տեսնելու, իրան ոչ մեկ չվիրավորի, չթիրախավորի, ասում է 8 տարիների ընթացքում ինձ ինչքան վիրավորել եք, բավական է, լուրջ ես ասում, այ ղռ, դուք պիտի պատասխան տաս Արցախը հանձնելու համար, դուք պիտի պատասխան տաք անհետ կորածների համար, դու բունկեր շլյուխա, դուք պիտի պատասխան տաք եռաբլուրը մարդու կնիկ լցնելու համար, դու են վայնի շորերը, որ հայքել էիր, էրատո, պորնո, ջոկատ էիր կազմել Գորիսի հյուրանոցում, փաստերով հրապարակել եմ, Գորիսի հյուրանոցում այդ կողից շլյուխաների հետ, քարշ էի գալիս, ու ամբողջ խեղտվում եմ արդեն, ներվերս չի երիքում, ես ինչ են անում սրանք, 44 օրյա պատերազմի ժամանակ, խափում էիք ժողովրդին իբր, քո այդ պորնո կամանդով դու գնացել եք կռվելու, այ հիպի, դու հիպի ես, հիպի, դու դրա համար պիտի պատասխան տաս, ես մնում եմ մենակ իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, բայց չի բացառվում, որ իմ վրա էլ քրեական գործ հարուցեն։ Լսի, ղռ, քրեական գործը ոնց պիտի հարուցեն, որ խիար օլիգարխներին, դե խիար են օլիգարխները, ով քո համար կտվել է, կով են եղել այդ ալիգարխները, եկել են քո մոտ, պարկել են, ոնց ասեմ, ոնց են ասում են, որ կովի, ինչն են քաշում, կոմենտներում գրեք ժողովուրդ ջան, կթել ես այդ օլիգարխներին, այդ տեսակ դու իրանց կթել ես, տիպը, հիմնադրամին փող պիտի գցեք, մոռացել ես, մոռացել ես, ղռ, դու այդ ձև ալիգարխներին կթել ես կովի նման, որտև իրանք խիար են, ալիգարխները խիար են, իրանք բիզնեսները պահելու համար, քո մոտ եկեք կտվել են կովի պես, իրանք խիարից այդ հարուստ ալիգարխները, ոչնչով չեն տարբերվում, ոչնչով, որովհետև քո նման բունկեր շլյուխան կարողացել է իրանց կթի, ալիգարխը դա մի կտվող կով, որ քո նմանների համար կրվել է, ներվերս չի երիքում, կտվել է, էդի էդ, ցույց է տալիս զարդերը,
Ոմանք կրել եմ, ոմանք չեմ կրել։ Սրանք էլ եմ թողում այստեղ։ Այստեղ իմ շատ սիրելի Արա Ղազարյանը Ամերիկայից գրեց, Նիկոլն ու Աննան ամուսնալուծվել են, բրավո։ Այո, Արջան, էշացնելու մի ուրիշ տարբերակ է, հա, ցավը տանեմ։ Պտուկները, այո, ալիգարխները ունեն պտուկներ։ Այո, այդ հարուստ ալիգարխները։ Ովքեր, այո, կովի պտուկ, ապրեք ժողովուրդ ջան։ Ովքեր պարկել են Աննայի տակ, Աննան պտուկներից քաշե կթել է, կովի պես կթվել են, այս բունկեր շլյուխային։ Ասում է կարոպկեքի մեջ քրչերը լցրել է, ես տանում եմ իմ հետ իմ շորերը։ Բոշա, այ փնթի։ Արի պատուհանից տակ կանգնի, մի երկու շոր էլ ես քեզ կգցեմ։ Ոնց հասկացա, դու խեղճ ու կրակ եթիմ ես եղել, եթիմ։ Ուրեմն նայեք ժողովուրդ ջան, այս բունկեր շլյուխան, ես այդպես եմ մտածում ինչա անելու, քանի որ բարլուսախար, սենց ինֆակտ եմ ստանում ես սրանց շոուից, այս հիմա ինչ եմ պլանավորել, հիմա ինչ են մտածում անել։ Սա դեսա բոլորը կսկսեն սրան վիրավորել, կասի ինձ թիրախավորում են, կսկսի նամակներ ուղղել, միջազգային կառույցներ, կանանց իրավունքների ոտնահարում, ոտնահարում են իմ անձը, նայեք, էդ ա լինելու, ոնց որ սա կանանց հավաքեց, 44 օրյա պատերազմում զոհված, են առյուծ տղաների շատ մայրերի փողով առավ, նրանք էլ ծախվան, այդ կնանիքը, կանգնեցին այս ղռերի, այս բունկեր շլյուխայի կողքը, նույնը հիմա է անելու, ովքեր տուժված են, ովքեր կանանց իրավունքները ոտնահարված են, հիշեք ժողովուրդ ջան, հավաքելու է իրա կողքը, հայց ներկայացնի, մենք մտնում ենք քաղաքականություն, քաղաքական հայց ներկայացնի։ Սրանք, անկեղծ եմ ասում, շունչս կտրվում է, անկեղծ եմ ասում, շունչս կտրվում է, վատ եմ, ուղղակի վատ եմ, սրանք ինչ են ուզում հիմա անեն։ Խոսքս հիշեք ժողովուրդ, սա իրա լացկոց դնելու է, պաշտպանա կանգնելու կանանց իրավունքներին, միա տուժած ինքնահանդես գալու, ես տուժված եմ ամեն քայլափոխին ինձ վիրավորում են, սա է հանդես գալու, եկեք քաղաքական շարժում սկսենք, ՀԿ կբացի կամ ինչ-որ մի բան կբացի ու այս ընտրություններին իրա խիարին կգնա օգնության։ Հիմնական պատճառը սա է։ Ուլը դուք սպասեք, որ սա իրա խիարին փուրնա տալու, այս ղռերի կատուն։ Դու պիտի պատասխան տաս, ես երանի եմ տալու ղռ բունկեր շլյուխա, ես քեզ փողոցում տեսնեմ, գիտես քո հետ ոնց եմ գրկա խառնվելու, գիտես քո հետ ոնց եմ գրկա խառնվելու, դու պրոստը չես պատկերացնում։ Ով ես դու, ժողովուրդ մտածեք խնդրում եմ, սրանք ինչ աղետ են բերելու ձեր գլխին։ Ես բաժանվում եմ իմ խիարից, բունկեր շլյուխան, բունկերից բունկեր, որ բարոյա հոգեբանական աջակցություն էր ցուցաբերում։ Հիմա գնում ես վարձով տան մեջ ապրելու, ում ես բարոյա հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, հա? Դու պատկերացնում ես պրախադնոյ դվոր ես սարքելու ու դու
առանց թիկնապահես մանգալու, հա, ես ինչ շոու է, ես ինչ անասունություն է, ես ով ես դու, այ կապիկ, սրան ֆորմա հագցրեք, այն որ էսի ու մարդը բերել են Հայաստանի սուվերեն տարածքներում թուրքերին կանգնացրել են, տարեք գցեք ընդեղ լիքը թուրքեր կան, թող բարոյա հոգեբանական աջակցություն ցուցաբերի, իրա մոտ դա շատ լավ է ստացվում, շատ լավ է ստացվում, ինքը ծնվել է այս ղռերի կատուն, որ մենակ բարոյա հոգեբանական աջակցություն ցուցաբերի, հարց, բա երեխեքի տուր ես տանելու, կիսելու եք, ով է Նիկոլից, ով Նիկոլից չի, երեխեքի տուր ես տանում, չէ, չեն թռնում, ցավները տանեմ, չէ, չեն թռնում, սրանք չեն թռնում, սա էշոուն սարքում է, հեսա իրան կհրճակի ոտնահարված հանրության կողմից կին, կանանց միություն կստեղծի, կասի սիրելի կանայք, եկեք իմ մոտ, հավաքվեք իմ շուրջ, մենք բացում ենք ՀԿ, մենք էլ կանանցով կարող ենք մտնել քաղաքականություն, գնալ ընտրությունների և ջախջախիչ հաղթանակ տանենք, սա ընտրություններից առաջ մեծ շոու են անում, մեծ շոու, ու սրա հետ միացող կանանց, պատկերացրեք ովքեր են լինելու, ինչ ասեմ, փող չունի, փող չունես գնա տեցի կռուկ, իդեպ, երեկ թատրոնում էի, Հրանտ Թոխատյաններ, թատրոն էի գնացել, առաքյալ է, թատրոնն էի, ատեղ ասեց էլի, մի հատ շատ լավ ֆրազա կար, տեցի կռուկ, իչին դե, էդի եկավ, իչի տեցի կռուկ լավ փող կաշխատես, ղր, իսով եք դուք, սրանք ինչ են պատրաստվում անել, չգիտեմ ժողովուրդ, ես ինչ է կատարվում, բար չեմ գտնում, ես անկեղծ եմ ասում, բար չեմ գտնում, ես ինչ կա, ու դուք էդ կուտը պիտի ուտեք սրանց, եսի վեշերը հավաքելա, որ ռադքաշի գնա, շոու, էլի շոու, սրա խիարն էլ, եսին որ գրողու, սևցավ երկիրն է, հետևից գալի գրկում են սրան, սրտիկ են անում, սրանք սիրում են, երբ որ իրանց հետևից գրկում են, էկրանի առաջ մեկ եկավ լավ հետևից գրկեց, սովոր են, էստեղ գրնոն լավ բան ասեց, ղռերի կատու, գնա իջևան լոբի մաքրի, դավայ, եթե փող չունես, ոչ մի բանից այլևս չես օգտվում, ոչինչ, մի 40,000 դրամի, բենզին կլցնեմ, կգամ վզիցդ կբռնեմ, կգցեմ ավտոն, կտանեմ սամասվալ կանեմ իջևան, զզվելի ես դու, հիշեք ժողովուրդ, ղռերի կատուն, մտնում է քաղաքականություն, ղռերի կատուն ուզում է նմանվի Մեհրիբան Ալիևային, ղռերի կատուն, հեսա հայտարարության որոշ ժամանակ հետո հանդես կգա, որ ինքը հալածվում է հանրության կողմից, կդիմի միջազգային կառույցներ, մարդու իրավունքների պաշտպանություն, իրա նմաններին կհավաքի իրա կողքը, կասի գնում ենք մենք ընտրությունների, ինչի կանայք չեն կարող հաղթել, տեսեք, հեսա կտեսնեք ինչա լինելու, գնում է, որ Նիկոլին օգնի, դառնա Մեհրիբան Ալիևա, ինչքան ուզում է Մեհրիբան Ալիևան, ղռերի կատու, բունկեր շլյուխա լինի մեր երկրի թշնամին, տգետ, ոչ լոտ, հիշում ես, որ ականջդ մաքրում էիր, ինչքան կեղտոտ էիր, փնթի, մաքրում էիր շարիկանում գցում էկրանի առաջ, հիշում ես, հա, դու Մեհրիբան Ալիևա չես կարա դառնաս, հաստատ իմացի,
Ինչքան ուզում է իրանք մեր երկրի թշնամին լինեն։ Դու չես կարա լինես Մեհրիբան Ալիևա։ Իրանք ծախվող չեն։ Դու ծախվեցիր։ Մեհրիբան Ալիևային ու Էրդողանին տեսնում ես, բունկեր շլյուխան գալիս է աչքերի առաջ, բունկեր շլյուխա կերպարը, որ դու ստեղծել էիր պատերազմի ժամանակ բունկերներում։ Ուզում ես սենց, վաու, թող չունես դիմի Մեհրիբան Ալիևային ու Էրդողանին, թող քեզ փողով օգնեն։ Միանշանակ իհարկե կուսակցություն է բացելու, իհարկե, բաժանվում է, խի դու այդ երբ էիր եղել Նիկոլի կնիկը, երբ էիր եղել, քաձ էիր, քաձ, դու իմ հաշվին, ժողովրդի հաշվին կայֆավատ ես եղել, հիշում եք, որ ասում էր, այն գեղցին, որ նոր էր եկել իշխանության, որ ասում էր բան այս, Սամալյոտը դատարկ է գնում, ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ուր որ գնա հետդ կգամ, հետը գնում էր փնթին, բոշեն, բայց Սամալյոտը առանց այդ աթոռի ոնց է դիմանալու, հա? Ոնց է դիմանալու, այդ աթոռը դատարկ մնա, հա? Այդ աթոռի վրա նկարդ նկարեմ, ճպցնեմ, գնամ գամ, չէ, Սամալյոտի մեջ չեմ նստի, ոնց նստեմ, որ թքեմ վրեն, ոնց նստեմ, չգիտեմ, լավ չեմ, իրականում լավ չեմ, միգուցե ես մի քիչ խառը խոսեցի, որովհետև բարուսախար մարդու կոֆեն էլ հարամեծեսի, հա, ғեր, կարամ մի հատ մեծ նվեր անեմ քո համար, իմ բագաժնիկը շատ մեծ է, որպիսի տաքսիով վեշերը չտանես, կարամ գամ, քեզ ու քրճոտ վեշերը, գցեմ բագաժնիկը ստանեմ, համաձայն ես, հա? Փնթի, դե ինչ ժողովուրդ ջան, պատրաստվեք, որ ղրերի կատուս, շուտով հալատյալ կին է ձևանալու, փողոցներում բոշի նման, են խուճուճ մազերով, քայլելույա, խեղճացած, խնդրելա, որ իրան չվարկաբեկեք, չվիրավորեք, եթիմը, հետո հայտարարություն կտարածի, սիրելի կանայք, եկեք միանանք մեզ, մենք կին ենք, հետո ինչ ամուսնալուծված ենք, հետո ինչ, մենք իրավունք ունենք երջանիկ ապրելու, այո, բոլորի իրավունք ունեն երջանիկ ապրելու, բացի քեզանից, դու դավաճան ես, դու դավաճան ես, ձեր ուսերի վրա հազարավոր արյուն է դրված, եռաբլուրը վկա, Արցախի կորուստը վկա, դուք դեռ շատ պիտի պատասխան տաք, շատ պատասխան եք տալու դուք, դա, հա, Սովետաշեն զիբլանոց է, ճիշտ ես ասում, գրնոջան, սպասեք կտեսնեք, որ տիկին բունկեր շլյուխան մտնելու է քաղաքականություն, որպես տուժած կին, որպես տուժած կին, քյասիբ եմ, 8 տարի թալանեցիք, Արցախը ինչքանով ծախեցիք, Հայաստանի սուվերեն տարածքները, ինչքանով ծախեցիք, այդքան երեխեքի արյան համար, ինչքան փող առաք, հա, այ սուչկա, հա, հիմա էլ իրա կապիկությունով ասպարեզ է գալիս, ղրերի կատուն, նոր կերպար, գալիս է, ինչ դառնա էսի ժողովուրդ, կամ ձայները տա Նիկոլին, կամ ուզում է Մեհրիբան Ալիևա դառնա, ես ասում եմ դու, հետույքովդ էլ բոմբ գցես, դու կյանքում Մեհրիբան Ալիևա չես դառնա, որովհետև ինքը Մեհրիբանը քո նման ծախվող չի, քո նման իր երկիրը չի ծախում, ինքը փողով առնում է,
որը առավ քեզ։ Ըստ շրջանառվող լուրերի, լսել եմ, տենց են ասում։ Ինչ ասում եմ, ըստ շրջանառվող լուրերի, ամբողջ քաղաքն է խոսում։ Դաժե Զատուլինը ասեց, որ 5 միլիարդ, այն որ Սերժ Սարգսյանին առաջարկել էին Արցախը ծախելու համար, այդքան տղա եղավ պահեж չծախեց, Զատուլինը ասեց, որ 5 միլիարդը տվել են ձեզ, ու դու հիմա փող չունես, հա, այ ғր։ Так что եթե առաջին հալածողը ես լինեմ ғր, գնաս իմ վրա գրես, որ Արիանան ինձ հալածում է, ես քեզ ինչքան որ վիրավորել եմ, կարաս դաս դատի, իսկ ինչ որ ասել եմ ծախել մախել, փնթուշկա, փնթի։ Զատուլինն էլ ասել, ամբողջ աշխարհն էլ ասել, լսում եմ, ասում եմ։ Ասում եմ, ես իմ պատրաստակամությունն եմ քեզ հայտնում, ғր, կարամ գամ, քեզ գցեմ բագաժնիկս, վերջերդ գցեմ բագաժնիկս, տանեմ քեզ, իջացնեմ քո վարձով բնակարանը։ Չէ, չեմ կարա գամ, ես եղունգս կոտրվել ա, պիտի գնամ սարքեմ, չեմ կարա, ես ավելի կարևոր գործեր ունեմ։ Եթե փող չունես, տաքսի ես նստում էլի, կարող է կպնի, տես ինչ ես անում, թող վերջերը տանե։ Էլի եմ կրկնում, չեմ զլանա, սրանց չհավատակ, սրանք նոր աղետ են բերելու ժողովրդի գլխին։ Սա հանդես ա գալու որպես հալածյալ կին, հկը կբացի, էս կբացի, կանայք եկեք համախմբվեք, իմ կողքը մենք իրավունք ունենք, բան երջանիկ լինելու, գնալու են ғռերի կատվի կողքը հավաքվեն, եկեք մենք մտնում ենք քաղաքականություն, մենք դրա իրավունքը ունենք։ Ծախված կնանիքը, ովքեր եռաբլուրը ծախեցին ու կանգնեցին ғռերի կատվի կողքը։ Չէ, ստեղ ոչ մեկն էլ չի թռնում, սրանք վիզ են դրել, որ բան պիտի լինի։ Էսով եկավ, ժեղ, էս հաստատ մեկը կլինի, նայեք, Գայանե Նասեյան, բա դու ինչ ես, ғռերի կատու դու ես, հա, դու ես, Ազիզ ջան, մատ կոֆե խմես, ինչ ասեմ, անինքնասեր, տվար, նիշյասնայա, լավ եղեք ժողովուրդ ջան, բականեր։